Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը ընդդիմություն իշխանություն նոր թունդ հակադարձությունների թեմա է դարձել։ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի եւ հետեւաբար Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ճանապարհը տարածաշրջանում կայունությամբ եւ բարգավաճմամբ։ Այժմ այս քաղաքական կամքը գոյություն ունի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շրջանում։ Հիմա մի քանի բան է մնացել, որ Հայաստանը պետք է անի։ Ինչպես գիտեք, գալիք հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են, դա նույնպես կարևոր փուլ կլինի։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հարցումներով պարոն Փաշինյանն այժմ առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերակատարությանը, որը նա ունի այս հարցում։ Այս գիծը, այս վճռականությունը պետք է շարունակվի։ Հական Ֆիդանի հայտարարությունից ժամեր անց խորհրդարանական ընդդիմության երկու ուժերի падգամավորներ Աննա Մկրտչյանն ու Գեղամ Մանուկյանը Facebook-ով հայտարարեցին. Թուրքիան բացահայտ ասում է, որ առաջիկա ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին գործերին, ապագա իշխանության ձևավորմանը։ Իշխանությունից սուտ որակեցին ընդդիմության պնդումները, թե Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ աջակցում է Փաշինյանին ընտրություններում։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերում գրեց. Ֆիդանը նման բան չէր էլ կարող ասել, որովհետև դա Հայաստանի ներքին գործն է։ Մարդը բառացի ասում է, որ հանրությունը աջակցում է այն գործընթացին, որը որ գործող իշխանությունը տանում է առաջ։ Որտեղ է հանրություն եւ իշխանություն բառակապակցության մեջ իր աջակցությունը 2026 թվականի ընտրություններին։ Վարչապետի թիմակից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆիդանի հայտարարությունն այսպես է հասկացել. Որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլևս իրողություն է եւ թշնամանքի էջը մենք միասին այնուամենայնիվ կարողացել ենք երկստեք փակենք։ Թե մենք հայերս, թե թուրքերը, եւ մենք պետք է ամրապնդենք այս խաղաղությունը։ Ես դա եմ հասկացել։ Ես հասկացել եմ, որ Հայաստանը չի կարող եւ չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի։ Ռուսաստանի հետ մենք սահման չունենք եւ Եվրոպայի հետ էլ սահման չունենք, հա։ Եվ մեր տարածաշրջանի մենք 4 հարևան ունենք եւ այդ 4 հարևանից դուրս մենք մեզ չենք կարող դնել եւ շնորհակալություն եմ հայտնում այդ հայտարարության համար, դրական եմ գնահատում։ Ինչ պիտի աներ, սրտիկ պիտի աներ։ Հայաստան խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը դժվար է պատկերացնում, ինչպես Թուրքիայի արտգործնախարարն ավելի ուղիղ կարող էր ասել, որ աջակցում է Հայաստանում իշխող ուժին։ Ինչու պետք է որևէ այլ երկրի, հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի նման երկրի Հայաստանի համար ղեկավարները շահագրգռված լինեն Հայաստանում որևէ տեխնացուի ընտրությունով։ Այստեղ է հարցի ակունքը։ Եթե մենք ունենք Հայաստանում ղեկավարություն, որը ձեռնտու է, նվեր է, ամենանախընտրելի թեկնածուն է Ալիևի ու Էրդողանի համար, դա ինչ է նշանակում։ Դա ինչ է նշանակում։ Արդյոք այդ թեկնածուն կարող է պաշտպանել կամ պաշտպանում է հայկական շահերը։ Սա է մտահոգությունների առարկան, սա է տագնապի հիմքը։ Բանավեճը հասավ նրան, որ ընդդիմադիրները զուգահեռներ տարան Կրեմլի խոսափող Սոլովյովի մի քանի օր առաջվա հայտարարության հետ, որտեղ նա խոսել էր Հայաստանում եւս Ուկրաինայի օրինակով ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտությունից։ Հիմա հարց. մի քանի օր առաջ Սոլովյովախեղտ իշխանական քանի ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա, թե մի խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին, դա հայ ժողովրդի որոշելիքն է։ Չեն անի, քանզի առաջիկա ամիսներին այս իշխանության փրկողակը, օգնողը Բաքուն ու Անկարան են լինելու, որ վերարտադրեցնեն իրենց ծրագրերն ավարտին հասցնելու համար։ Ազգային ժողովի խոսնակը Սոլովյովի եւ Ֆիդանի համեմատությունը տեղին չի համարում։ Տարածաշրջանի մեջ ներգրավված լինելը եւ հիբրիդային պատերազմը դրանք տարբեր բաներ են։ Իշխող քաղաքացիական պայմանագրի падգամավոր Հասմիկ Հակոբյանը ընդդիմության հայտարարությունների տակ այլ բան է տեսնում։ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ դրական զարգացումները շատ ակնհայտ են եւ դա է պատճառը, որ փրփուրներից էր կախվում Հայաստանի ընդդիմությունն ու նրանց սպասարկող ընդդիմադիր դաշտը։ Դարձրել են մատի փաթաթան եւ սխալ վերնագրեր են հրամցնում։ Մինչ իշխանությունը թրիփի գործնական կիրառությամբ հաստատղթով Հայաստանի ինքնիշխանության հետ կապված մտահոգությունները փարատված է համարում, ընդդիմությունից շարունակում են պնդել Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տալիս։ Քրիստինե Վարդանյանը Ֆիդանի հայտարարությունը
հենց դրա ապացույցն է համարում։ Զանգեզուր կորիդորն ինշալլահ Երբ Հայաստանի արտգործնախարարը Ամերիկայում էր, հրապարակվեց մի փաստաթուղթ, նրանք այն անվանում են TRIP, այն նրա մասին է, թե ինչպես կյանքի կոչել այն, ինչ մենք անվանում ենք Զանգեզուրի միջանցք։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրեցինք այդ փաստաթուղթը։ Ավելի ուշ մոտ 2 ժամ ես խոսեցի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ այն մասին, թե ինչ է գրված այս փաստաթղթում եւ ինչպես են նրանք դիտարկում դա, քանի որ Բաքվի տեսակետը կարեւոր է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ուղիղ այն մասին է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրվող ու նախաստորագրվող փաստաթղթերը ամբողջությամբ տեղավորվում են իրենց պատկերացումների մեջ։ Մարդը ուղիղ ասում է, անունը ինչ ուզում եք դրեք, դա մեր պատկերացրած Զանգեզուրի միջանցքն է, դա այնպիսին է, մեր նախապայմանը Թուրքիայի այնպիսին է, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն Ադրբեջանի պատկերացումներին համապատասխան։ Հական Ֆիդանը էլի հայ-թուրքական կարգավորումը պայմանավորել էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։